Մարտի 6-ին ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը առաջնորդության դպրոցի ուսանողների հրավերով մասնակցել է կանանց առաջնորդության վերաիմաստավորման թեմայի շրջանակում պանելային քննարկմանը։ Քննարկմանը ներկա էին նաև Հայաստանում Շվեյցարիայի համադաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրեա Բարբարա Բաումանը, Հայաստանում Հնդկաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Նիլաքշի Սահասին-Հայը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, ինչպես նաև ծանրամարտիկ աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոն Նազիկ Ավդալյանը։ Նախարար Սարգսյանը կիսվել է փորձառությամբ, ընդգծելով, որ առաջնորդությունը պատասխանատվություն ստանձնելու եւ կարծրատիպերը մասնագիտական աշխատանքով հաղթահարելու կարողություն է։ Իմ տեսանկյունից լավագույն բանաձևը հետեւյալն է. ընդունել կարծրատիպերը որպես փաստ, բայց երբեք չփորձել այդ կարծրատիպերին անընդհատ դեմ գնալ, անընդհատ այդ կարծրատիպերը քննարկել, անընդհատ դրա մասին խոսել, փորձել դրանք դիտարկել որպես արդարացում, որևէ քայլ չանելու կամ որևէ քայլ ոչ այնպես անելու, ինչպեսին որ կարող է անել, այլ հակառակը, շատ լավ, կան այդ կարծրատիպերը, կարելի են այդ կարծրատիպերը, մենք հանրություն ենք, ցանկացած կարծրատիպ կարող է գոյություն ունենալ, դու պիտի ուղղակի կենտրոնանաս քո աշխատանքի վրա, անես այն, ինչ որ քեզ մոտ ստացվում է, կամ չի ստացվում, բայց հետագայում կստացվի, որովհետև նպատակ ունես քո առջև դրված եւ վերցրես նաեւ պատասխանատվություն։ Առաջնորդությունը միայն պաշտոնով կամ միայն դերով չի ընկալվում։ Առաջնորդությունը ավելի շատ որոշում կայացնելու պատասխանատվություն վերցնելն է եւ այդպիսի կարողություն ունենալը։ Արփինե Սարգսյանի խոսքով դրական փորձի եւ քաղաք դասերի համադրումն է ապահովում այնպիսի արդյունքներ, որոնք տեսանելի եւ կարեւոր են հասարակության համար։ Հենց այդ արդյունքներն են, որ փոխում են մարդկանց մտածելակերպն ու ընկալումները։ Հանդիպումն անցկացվել է ինտերակտիվ ձևաչափով։ Առաջնորդության դպրոցի ուսանողները կիսվել են գաղափարներով եւ հարցեր ուղղել բանախոսներին։ Նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, խորհուրդ տվել դուրս գալ հարմարավետության գոտուց, չլինելի թիվս այլոց եւ օգտագործելով բոլոր մարտահրավերները, նորովի բացահայտել հմտություններն ու շարունակել ինքնակրթվել։ Անդրադարձ են կատարվել մի շարք հարցերի, այդ թվում կանանց առաջնորդության խթանմանը, գենդերային հավասարության ապահովմանը, տարբեր ոլորտներում կանանց ներկայացվածության ընդլայնմանը եւ այլն։ Ջրամբարների ազդարման համակարգեր, պատվարների սեյսմիկ վիճակի գնահատման մեխանիզմներ, անվտանգության միջոցառումների ընթացակարգեր։ Այս եւ մի շարք այլ հարցերի շուրջ մարտի 5-ին ներքին գործերի նախարարության փրկարարծարայությունում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որը վարում էր փրկարարծարայության տնօրեն ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը։ Մասնակցում էին փրկարարծարայության, սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության, 112 օպերատիվ կառավարման կենտրոնի, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ներկայացուցիչներ, գիտաշխատողներ եւ ոլորտային այլ մասնագետներ։ Ընդգծելով հարցի արդիականությունը, Արամ Ղազարյանը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է մշտադիտարկում, տեխնիկական վիճակի գնահատում եւ անվտանգության շարունակական վերահսկում։ Խոսելով ջրամբարների պատվարների նախագծային նյութերի եւ դրանց շահագործման նորմատիվային պահանջների մասին, փրկարարծարայության տնօրենը նշել է, որ ջրամբարների անվտանգ շահագործումը պահանջում է գիտակիրառական նոր լուծումներ, վերականգնողական աշխատանքներ։ Արամ Ղազարյանը կարևորել է ջրամբարների տարածքներում փրկարարական ծառայողների կողմից պարբերաբար իրականացվող շրջայցերն ու ուսումնասիրությունները, ինչպես նաև շահագրգիռ մարմինների եւ գիտական համայնքի հետ համագործակցությունը։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել նման ձևաչափով քննարկումները դարձնել շարունակական, վերհանված խնդիրներին համատեղ լուծումներ նախանշելու նպատակով։ Քննարկման մասնակիցները ներկայացրել են ջրամբարների վիճակը, անվտանգության միջոցառումների ընթացակարգերն ու հետագա անվտանգ շահագործման ռիսկերը։ Ջրամբարների անվտանգության հարցերի շուրջ ծավալվել է ակտիվ քննարկում։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Հրազդան քաղաքի բնակիչ 42 եւ 47 տարեկան երկու տղամարդիկ կատարում են բնակարանային գողություններ։ Տեղեկությունը ստուգվեց, հաստատվեց եւ նախապատրաստական որոշակի գործողություններից հետո իրացվեց քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին կեսգիշերից քիչ անց հերթական բնակարանային գողությունը կատարելուց հետո Հրազդանի Չարենցի փողոցում տղամարդիկ ձերբակալվեցին եւ իրենց վարած Ռենո Մակնիշի մեքենայով հանդերձ տեղափոխվեցին Կոտայքի մարզային վարչություն։ Հատուկ պահպանվող տարածքում մեքենան կնիքվեց։ Երկուսն էլ կազմված փաստաթղթերով ներկայացվեցին Կոտայքի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ։ Տղամարդիկ խոստովանեցին իրենց կատարած բնակարանային գողության 22 դրվագ։ Պարզվեցին նաեւ գողոնը պահելու վայրերը, իսկ վերջին դրվագով Հրազդանի Մաքրավան թաղամասում գողացվածը հայտնաբերվել է Ռենո Մակնիշի մեքենայում։ Պարզվել է, որ տղամարդիկ գողություններ են կատարել ոչ միայն Կոտայքի մարզում, մասնավորապես Հրազդան քաղաքում, Չարենցհավանում, Աղավնաձորում, Առինջում, այլև Գեղարքունիքում, Լճապ, Չկալովկա եւ Նորաշեն գյուղերում։ Տարել
կատարել են կենցաղային իրեր, էլեկտրական սարքեր ու տարբեր գործիքներ, խմիչքներ եւ այլն։ Դատարանի որոշմամբ երկուսի նկատմամբ էլ խափանման միջոց է ընտրվել կալանքը, նախաքննությունը շարունակվում է։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Փետրվարի 26-ին ոստիկանությունը ահազանգ է ստացվել այն մասին, որ 2 օր առաջ ժամը 9:15-ից մինչև 9:35 նկատժամանակահատվածում անհայտ անձինք մտել են Կոտայքի մարզի Գողթ գյուղում գտնվող Գեղարդավանք եւ Գանձանակից հափշտակել մոտ 1 միլիոն դրամ։ Մեկնել են համայնքային ոստիկանության Գառնու բաժնի ծառայողները։ Պարզվել է, որ գողությունը կատարել են 56-ամյա եւ 55-ամյա տղամարդիկ, որոնք Գանձանակի դուռը բացել են հարմարեցված բանալիով, պոկել կապարակնիքը, հանել գումարը, ապա հետքերը թաքցնելու նպատակով սոսնձել են կապարակնիքը, վերականգնելով Գանձանակի տեսքը եւ դիմել փախուստի։ Համայնքային ոստիկանության Գառնի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ փետրվարի 28-ին 56-ամյա տղամարդը ձերբակալվել եւ խոստովանել է կատարածը։ Մյուս տղամարդը ձերբակալվել է մարտի 4-ին։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։ Ծանուցում հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Մարտի 2-ից 9 մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 5643 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 152 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ ստապ 164 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 160, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 1 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 39, չամրակապված վարելու 702, առանց մանկական նստատեղի քարսիթի 16, վարելու ընթացքում ծխելու 600, վարելի սեռախոսից օգտվելու 349, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 331 եւ 1904 այլ իրավախախտում, 144 մեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 167-ը տեխնիկական զննություն չանցած, 26-ը լուսարձակների անսարքությամբ, 103-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 66-ը առանց ձմեռային անվադողերի։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 93 անձ։ Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15068 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 251 տրանսպորտային միջոց, հայտնաբերվել է ոչ ստապ 195 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 354, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 10 անձ, հայտնաբերվել է նաև հաշվառման համարնիշի հետ կապված 103, չամրակապված վարելու 3667, առանց մանկական նստատեղի քարսիթի 193, վարելու ընթացքում ծխելու 518, վարելի սեռախոսից օգտվելու 635, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 95, արագության գերազանցման 2083 եւ 4896 այլ իրավախախտում, 378 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 975-ը տեխնիկական զննություն չանցած, 605-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 19 բեռնատար, 131-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 291-ը առանց ձմեռային անվադողերի, 17 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 73 անձ։ 112 բարև ձեզ, լսում եմ։ 112 լսում եմ ձեզ։ Քաղաքը նշեք։ Բարի շնորհակալություն, ընդունեցեք։ Ահազանգ ունեն քաղաքացուն օգնություն անհրաժեշտ Մաշտոցի պողոտայում։ 112 մեկ զանգ արագ արձագանք։ Հետիոտնի անվտանգության ապահովումը յուրաքանչյուրիս պարտականությունն է, արգելակիր։ Հետիոտնային անցումները մեր անվտանգության գոտիներն են։ Ճանապարհը հատեք բացառապես հետիոտնային անցումներով։